Բարև ձեզ հարգելի այնակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Մինչև հաղորդման հիմնական թեման հասնելը ես ձեզ ցույց տամ այն գրքերը, որը հազվագյուտ են, որից երկուսը ես կարողացա փրկել, այսինքն համաշխարհային օվկիանոսից։ Դրանք Յանիկյանի 8 գրքերից երկուսն են, որոնք որ չկային երկար ժամանակ, վերջապես Amazon-ում այդ գրքերի վաճառքի տեղը հայտնվեցին այս երկուսը 8 հատից, որը ես գնեցի։ Հատկապես մեծ դիֆիցիտ է ներկայացնում Հուդա Իսկենդերեցու հաղթարշավը, որը գրված է անգլերեն եւ ֆրանսերեն, հրատարակված է սրանից 60 տարի առաջ։ Այդ գրքի անգլերեն տարբերակն է իմ ձեռքս։ Մեծ աշխատանք կա սա տեղադրել ինտերնետային կայքեջում, որից հետո դուք կմտնեք եւ կարող եք կարդալ։ Ասեմ, որ այս գրքի վրա որպես ավետարան հիմնվեց է եկեղեցի, այսինքն կրոնական ուղղություն, եւ հիմնադիրն էլ Գուրգեն Յանիկյանն է, որը որ ցույց է տալիս քրիստոնեության հաղթարշավի մեջ, որը բռնեց ամբողջ քրիստոնեական աշխարհը կամ քաղաքակիրթ աշխարհը, այդ կրոնը իր ծանրակշիռ տեղ ունի փայատիրական հիմունքներով 50-50 հետ Քրիստոսի հետ Հուդան։ Եվ այստեղ մանրամասը ապացուցվում է, թե Հուդան ինչ մեծ դեր է կատարել քրիստոնեության հաղթարշավի մեջ, հետևաբար նա հանդիսանում է քրիստոնեության արխիտեկտորներից, ճարտարապետներից մեկը եւ ամենագլխավորը։ Առանց Հուդայի, ապացուցում է Յանիկյան այստեղ, քրիստոնեությունը կյանք չեր ունենա աշխարհում։ Սա այդ գիրքն է։ Ես սա ձեզ հետագայում կներկայացնեմ։ Եվ ամերիկացու ձայնը, երկրորդ գիրքը, իմիջիալոց այս գիրքը շատ հազվագյուտ է։ Շուկայում երկրորդը հայտնվել է մոտավորապես $264, այն էլ ֆրանսիական տարբերակը։ Համաշխարհային շուկայի մասին է խոսքը։ Այսինքն եթե սրճ անեք, ապա այդպիսին է։ Ֆրանսերեն տարբերակը կա, ռուսական ինչ որ գրքերի շուկայում է հայտնվել։ Ուրեմն անգլերեն երկուսը ունենք արդեն, սա Գուրգեն Յանիկյանն է, որին շատերը ճանաչում եք։ Ուրեմն երկրորդ գիրքը ամերիկացու ձայնն է։ Այս գիրքը հետաքրքիր է նրանով, որ Յանիկյանի ստորագրությունը կա գրքի վրա, ինչ պատահականություն, որ այս գիրքը նա նվիրել է ամենամեծ ցանկություններով Դիկ Դոսին։ Ահա այդ ստորագրությունը, նայեք, սա է։ Եվ այստեղ գրված է ընդհանրապես Յանիկյանի հրատարակված 8 գրքերը, որից որ իհարկե մեր հասարակությունը գաղափար չունի։ Անգլերեն վերնագրերը տված է։ Սա էլ կտեղադրվի Լուիսֆորդ կայքեջում։ Աշխատանքներ են ուզում, բայց կտեղադրվի։ Եթե թարգմանի չլինի, ասենք հայերենի թարգմանի սա ժամանակի ընթացքում, ապա մեր սերունդները լավ կլինի, որ սա հայերեն կարդան, որտեղ հետաքրքիր է, Յանիկյանը վերջ-վերջը հայ է եղել։ Հասնենք մեր գլխավոր թեմաներից մեկին, որը այսօրվա հայ-թուրքական հարաբերությունները, որը վերածվել է արդեն տնտեսական հարաբերությունների, որը հիմք է հանդիսանում երկու ժողովուրդների միջև բարեկամության հիմնաքարեր հիմնելու, մոռանալու շատ բաներ, ներելու շատ բաներ, հաստատելու, ստորագրելու, դրա շուրջը փոթորկալից իրադարձություններ են տեղի ունենում ամբողջ համահայկական շրջաններում, տարբեր գաղութներում Հայաստանում այդքան էլ ակտիվ չեն, բայց գաղութները կարծես թե չեն հաշտվում թուրքական բարեկամության հետ։ Հայաստանում նույնիսկ դեպքեր են եղել Վանաձորի շրջանում պահպանողական կուսակցության, այսինքն ղեկավարը թռուցիկներ է տարածել, լույսի մեջ դրված է, շատ սարկազմով լի թռուցիկներ են, ուղղակի մարդու սարսռեցնող, բայց նաև միգուցե իրական, որտեղ եթե հանկարծ
հայկական քաղաքականությունը գնաց այս տեմպով, այս ուղղությամբ, այդ թռուցիկները հնարավոր է իրական դառնան Հայաստանի տարածքում եւ ամենուրեք մարդիկ դա համարեն, որ բարեկամության խորացման փոխադարձ ըմբռնման, քանի որ եթե ցեղասպանության հարցը պիտի դրվի մոռացության վրա, հնարավոր է, որ Ծիծեռնակաբերդի վրա հայոց ցեղասպանության կողքին նաև որպես բարեկամության նշան կառուցվի թուրք ցեղասպանության հուշարձանը միասին եղբայրաբար եւ մի թանգարան էլ բացի նրանց, եթե այս քաղաքականությամբ կգնա, եկող սերունդները չեն հասկանա, թե բանն ինչումն է, որտեղ դուք տեսնում եք պատմությունը ինչպես է աղավաղում, ծածկվում, եւ ներկա ապրողները երևի այն աշխարհից շատ կմխկտան, որ շատ բաներ չհասցրին անել ճշմարտությունը հայտնաբերելու համար, եւ այսպես երկրագունդը նորից կթավալվի իր խավարածրում իր մեջքին տանելով հերթական անարդարությունը։ Բայց մենք վերադառնանք մեր այսօրվա օրերին եւ տեսնենք ինչ է գրում Արտակը, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վրա կենտրոնացված է ցանկացած հայ անհատ։ Ամեն մարդ իր կարողությունների, իր ունակությունների եւ իմացությունների շրջանակներում փորձում է մի օգտակար գործ կատարել այս ուղղությամբ, խորհուրդ տալ, քննադատել, շրջել, բողոքել, առաջարկություն անել, թե այդ հարաբերությունները ինչպես պիտի զարգանան, եւ մանավանդ նկատվում է, որ անկասելի է այդ հարաբերությունների զարգացումը, քանի որ հերթական փուլերով անցնելով Հայաստանի Հանրապետության նախագահը ցույց տվեց, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանին սնունդ ուղարկող, փող ուղարկող, օգնող եւ դրա դիմաց ոչինչ չպահանջող հայ սփյուռքը իրավունք չունի խառնվելու իր ներքին գործերին, Հայաստանի ներքին գործերին։ Եվ դա ակնառու բոլոր հանդիպումներում նա ցուցադրեց, որտեղ հավաքվում էին այնտեղ 100 մարդ, մոտավորապես ամեն հանդիպմանը, իբր թե այսպես ասենք, որտեղ ոչ մեկը լիազորված չէ ինչ որ կազմակերպությունների կողմից, հենց այնպես ներքին կարգով էր այդ բոլորը տեղ ունենում, չգիտեք ով բաժանում էր այդ հրավիրատոմսերը կամ նամակներ էր գրում, հավանաբար տեղերում դա անում էր հայոց դեսպանատան կամ հյուպատոսական ղեկավարությունը եւ այսպես ամեն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին հետ հանդիպում էին մոտ 100 մարդ, նստում էին սեղանների շուրջը, հարցեր էին տալիս, մի մասը անիմաստ, մի մասը տափակ, մի մասը շոյողական, մի մասը քննադատական, բայց բոլոր դեպքերում 100 մարդուց 95-ը հայ-թուրքական բարեկամությանը կասկածով եւ վերապահումով էր նայում, միշտ առաջ մղելով ցեղասպանության հարցը որպես ամենագլխավոր նախապայման, բայց քանի որ խաղի մեջ արդեն այն գլխից մտցրել էին նախապայմաններով չենք խաղալու, որտեղ հայոց ցեղասպանության հարցը ամենագլխավորն է, եւ դա հավասարակշռել էին, որ Թուրքիան էլ չի ասի Ղարաբաղի գործերի մեջ եմ խառնվում, կարծես դրանք իրար հետ կապ ունեն, ոչ մի կապ չունեն, եւ այսպես Ղարաբաղի գործերի մեջ չեմ խառնվի, որպես նախապայման առայժմ, իսկ դուք էլ ցեղասպանությունը չպիտի հիշեք, չգիտեմ առայժմ թե հավիտյան, հետեւաբար սահմանների հարցի շուրջը կբանակցենք նախապայմաններ չունեցող փաստաթուղթ, որպես այսպես ներկայացվում էր Սփյուռքյան հանդիպումների ժամանակ եւ նախագահը լսում էր 95 դեմ իր նախագծին 5% կողմ իր նախագծին եւ այդ 5%-ի մեջ հստակ մտնում էին բարեգործականի ներկայացուցիչը, արևմտյան եկեղեցու, հայաստանյան եկեղեցու արևմտյան կամ արևելյան ներկայացուցիչը, երկուս Վարդանանց մասոնական զորավարներից մի անհայտ ծեր ունի 3 եւ էլի մեկը համագումարից 4
Այսպես 3-ից 5 հոգի ամեն հանդիպան ժամանակ այս նույն ներկայացուցիչները ներկայացնում էին Միացյալ Նահանգներում, Արևելքում, Արևմուտքում, որ իբր թե նախագահը ճիշտ քայլեր է անում, բայց իհարկե նախագահը ոչ մի հաշվի չառավ դրանք, Ֆրանսիայում նույն բանը կրկնվեց, չհաշված Կոմիտասի արձանի մոտ այդ ցույցի արկայությունը, դա ոչինչ է ֆրանսահայերի կամքի արտահայտման հետ համեմատած, որտեղ նույնիսկ այդ ընտրանին նույնպես բողոքեց, որ այդպես չի։ Կասկածելի է, շատ կասկածելի է, անուղղելի կասկածելի է, ողբերգական կասկածելի է։ Մի քանի անհատների գրաված դիրքը, հատկապես Շարլ Ազնավուրինը, Արմեն Ջիգարխանյանինը, ձեզ թվում էր թե արվեստը, մշակույթը միշտ իր ժողովրդի եւ ցեղասպանության կողքին է։ Պարզապես այդպես չէ։ Անհասկանալի է, չգիտենք նաեւ ինչ կարծիքի է Ատոմյանը, որ Արարատ ֆիլմն էր նկարել, եթե չեք հիշում, եթե հիշում եք, որտեղ Շարլ Ազնավուրը իր ամբողջ վեհությամբ փայլում էր որպես ցեղասպանության հերոսամարտիկ, այսպես ասած, ֆիլմի մեջ, բայց իրականում պարզվեց վախկոտի մեկն է, անհասկանալի։ Նույնիսկ ապրելով Շվեյցարիայում, Ֆրանսիայում, լինել ունենալով անկախ կյանք, ամեն ինչ, ոչ թե սովորական հայի նման, այդ փոքրիկ ծերունին վախեցավ եւ ցույց տվեց, որ ինքը չնայած ցեղասպանություն ունեցող սերունդ է, անցել է, բայց դա նախագահի կողքին կանգնած է։ Այսպեսի տարօրինակ բաներ տեղ ունեցան։ Բեյրութում նույն բանը կրկնվեց։ Կարճ ասած Սփյուռքը ցույց տվեց, որ չնայած ինքը Հայաստանի կողքին է եղել միշտ, որպես պետականակերտման շարժիչ Հայաստանի անկախության, այսօր ինչ որ բան կոտրվում, փշրվում է։ Եվ սա ոչ թե վտանգավոր է, ասենք, Հայաստանի համար կամ Սփյուռքի համար, այլ պարզապես արդեն թուրքական շրջանները, ռուսական շրջանները ընդգծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նման ուղին սեպ է խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Եվ այս օդի մեջ նետած արտահայտությունները պարզ է, որ Հայաստանի իշխանությունների վրա չեն ազդելու, որովհետև երեսները պատոշ է, իսկ Սփյուռքի վրա շատ խիստ ազդելու է, որովհետև երեսները մետաքս է, զգայուն, հայրենասեր ցեղասպանության հետևից գնացող։ Այսինքն նրանց մեջ առաջանալու է նոր գզվրտուկ, նոր բաժանում ներքին, որպեսզի Հայաստանը ինչ էլ անի, Սփյուռքը հանկարծ իր ուշադրությունը նրա վրայից չշեղի այլ կողմ, նա պարտավոր է Հայաստանի հետ ապրել, օգնել, զոհվել մինչև վերջ։ Այսպիսի մտայնություն է կախված։ Ի հակառակ, ի հիճուկս թուրքական պրոպագանդայի, որ Սերժ Սարգսյանը սեպ խրեց իր այս հարաբերություններով Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Այս հայտարարությունները միայն ազդելու են Սփյուռքի թույլ սրտերի վրա, որոնք մի կողմ են դնելու այն ընդվզումը, այն ատելությունը, այն բոլորը, որը ունեն Հայաստանի նախագահի նկատմամբ եւ հանուն Հայաստանի պետության պիտի նորից շարունակեն նույն էշի կաչկայով քայլել Հայաստանի հետևից, բարձի թողի թողնելով իրենց 7 միլիոն երեխաներին, զավակներին հայության եւ Հայաստանի այն մասը, որը Հայաստանի իշխանություններից փախած գնում է պատսպարվելու այս թույլ սրտով, մետաքսյա երեսներով սփյուռքահայերի մոտ, որոնք խոսում են արևմտահայերեն եւ գաղտնի հայրենասերներ են։ Ոչ թե ասենք հայկական համագումարի աշխատակիցների նման, հայ բարեգործականի կամ Վարդանանց ասպետների, չէ, սրանք կարող են երկու քայլ առաջ նետվել կռվելու համար, ցեղասպանության համար, հետո 10 քայլ փախչել հանուն հայրենիաց սիրո, Հայաստանի անկախության եւ պետականակերտման։ Անկախ նրանից Հայաստանը ինչ քաղաքականություն կվարի տարածքաշրջանում,
եւ ընդհանուր հայության համար։ Այսպես է իրավիճակը։ Փաստորեն սա ինչ որ ասում եմ հստակ կերևա մի ամիս հետո, երբ որ կսկսի Հայաստան հիմնադրամի դրամահավաքը, եւ դուք բոլորդ կտեսնեք, կսկսվի նույն շարժումը Հայաստանի իշխանություններին պատժել ֆինանսապես, թե ներել նրանց, առաջնորդել, թույլ տալ, որ նրանք մերձանան Թուրքիայի հետ, մոռանան ցեղասպանությունը, հաստատեն Լոձանի համաձայնագրով վերջապես հաստատված ռուս-թուրքական սահմանը որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահման, հրաժարվեն հողային պահանջներից, ցեղասպանության վնասներից, մոռանան ատելությունը հարևան ժողովրդի նկատմամբ, ամեն ինչ սկսեն նորից։ Ինչպես Թուրքիայի պատմության մեջ երկու մասով անցավ դա, մեկը մինչև Սուլթանյան շրջանն էր, Սուլթան Համիդի, երբ 95-96 թվականներին 300,000 ջարդվեցին, սրանից 10 տարի հետո երիտ թուրքերի հեղափոխությանը աջակցեցին հայերը, կուսակցությունները եւ մոռացան, սկսեցին զրոյից, 15 թվականին կորցրեցին Արևմտյան Հայաստանը իր բնակչությամբ, 18 թվականին սկսեցին զրոյից, 20 թվականին կորցրեցին ամեն ինչ, 21 թվականին սկսեցին զրոյից, անցել է այսքան տարի, Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, 7 միլիոնից ավել դուրսն է, 2 միլիոնը Հայաստանից փախածներ են, էլի կշարունակեն հեռանալ, 3 միլիոնը Ռուսաստանում է, այսպես, հարստացել է հայերով ֆրանսահայ գաղութը, որը սրանից 30 տարի առաջ բավականին աղքատիկ վիճակում էր, հայերի քանակով, հիմա նորից ուռճացել են, ու բոլորը Հայաստանի սիրով տոգորված են, չնայած 70-ական թվականներին ուզում էին վերադառնալ իրենց հայրենիքը Ֆրանսիա եւ Բաղրամյան փողոցի վրա ցույցեր էին անում։ Մենք չենք ուզում ապրել սովետական Հայաստանում, ուզում ենք վերադառնալ Ֆրանսիա։ Դա էլ տեղ ունեցավ։ Այսպեսի նուրբ բաներ, նուրբ պատմություններ, բայց հիմա ընդհանուր առմամբ Եվրոպայի հայերը սիրում են հայրենիքը Հայաստանը, Ամերիկայի հայերը սիրում են, Բեյրութինը սիրում են։ Ոչ ոք իր գործով չի զբաղվում, տեղի գործով։ Որ ասենք, որովհետեւ գաղութից հայրենիքի նկատմամբ ոչ լաց կա, ոչ ծիծաղ, ոչ պահանջ, այլ կա ներսոված մի ուշադրություն, թե ինչպես պահպանել հայությունը տվյալ երկրում, ինչ գործեր անել, ինչպես կենտրոնացնել ֆինանսները։ Ոչ, ընդհակառակը հայության այդ ամբողջ էներգիան, ֆինանսները, կարողությունները փոշիանում են հայրենիքի ճանապարհին։ Այս բոլորը որ ասում եմ, դուք ինքներդ գիտեք, դեռ գլխին թազակ չեմ կարդալու, բայց վերջի շրջանում ամեն ինչ խառնվեց իրար այս գնահատականները։ Վերջը ով է Հայաստանը, ինչ է տիրում Հայաստանում, ով է Ռուսաստանը, ինչ է տիրում Ռուսաստանում, Թուրքիան ով է, ինչ է կատարվում այստեղ, թուրք-իսրայելական հարաբերությունները ինչ է նշանակում, այս բոլորը։ Սրանք մանրակրկիտ, քանի որ ամեն ինչ սկսում ենք զրոյից, ուսումնասիրման նյութ են հանդիսանալու։ Եվ մենք պարտավոր ենք գիտեք ինչ անել։ Դասակարգավորել մեր էմոցիաները, նպատակները, մտքերը, ցանկությունները։ Դրանից առաջ հարկավոր է հասկանալ, թե վերջը ով է, թե չէ այդպես ցեղասպանության դրոշակի տակ, վարդանած ասպետների եւ ավարայրի ճակատամարտի հաղթական գոչյունների տակ ամերիկյան հայկական համագումարի, տեսեք ինչ բան է, հայկական համագումար, լսած կաք, դրա գործակալների գրած հոդվածներով առաջնորդվենք Հայաստանում կան, չէ՞, ամեն տեղամասային գործակալներ կան, մինչև Ղարաբաղ։ Դրանց հետ բարեգործականի, չէ, բա ո՞նց պիտի անենք։
Դրա համար մեզ այս ծանր օրերին օգնության գկա մի պահ սառը գլխով դասակարգենք, թե այս խնդիրը ինչ խնդիր է, որի մեջ մենք հայտնվել ենք։ Հացի խնդիր է, ցեղասպանության խնդիր է, քաղաքականության խնդիր է, տարածքի խնդիր է, սոցիալական հարց է, պատմական հարց է, որ հարցն է սա, որի մեջ մենք պիտի կողմնորոշվենք տվյալ ժամանակահատվածում։ Երկար աշխատանք է։ Այս կապակցությամբ մենք միասին կսկսենք Արտուր Արմինի հետ այս վերլուծությունները կատարել հեռուստատեսությամբ, քանի որ նա տնտեսագիտության մասնագետ է նաև, եւ մենք կհասնենք նրան, այսինքն արդեն հիմքերից պարզ է դառնում, որ մեր այս ամբողջ խնդիրը վերջը գալիս է տնտեսության, տնտեսագիտական հիմունքների վրա է նստում, ուրիշ ոչ մի բան չկա։ Եվ հայրենասիրությունը, եւ հայրենաբաղծությունը, այս բոլորը մտնում են մի գաղափարի մեջ, ինչպես ապրել, աշխատել, օգնել քո սեփական ժողովրդին։ Ուրիշ մի բան չկա։ Սա է, որ իր մեջ ունի արդեն պետականակերտման ծրագրեր, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, միջպետական հարաբերություններ եւ այսպես շարան գնում են։ Բայց հիմքում նստած է մարդը պիտի աշխատի, ուտի, ստեղծագործի, ապրի, մեռնի։ Եթե այս պայմանները չկան, ինքը պիտի ստեղծի։ Հիմա այսօրվա իրադրության մեջ մենք թատրոն պիտի ստեղծենք, թե տնտեսություն։ Ինչ պիտի ստեղծենք։ Տեսնենք, թե մեզ համար որն է, որ ճանապարհ է բացում։ Հիմնականը այս ուղղության վրա մենք տեսնում ենք, որ քաղաքականությունը հիմակվա ընդհանրապես ոչ թե ծառայում է տվյալ ժողովրդի, կոնկրետ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերին, նրա բարեկեցությանը, այլ ծառայում է տարածքաշրջանով հետաքրքրված տնտեսական հզոր կորպորացիաներին, բանկերին։ Նրանք չեն երևում, չեն ցույց տալիս իրենց շահերը, բայց հո մենք տեսնում ենք, որ նրանք թաքնվում են հայ ժողովրդի բարեկեցության, տնտեսական բարեկեցության, ուրիշ բան չի խոսվում, քաղաքականը մոռացեք, ծածկույթի ետևում եւ հայտարարում են, որ իրենց ծրագրերի ներդրումը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ օգուտ է հայ ժողովրդին, սա է գնում, ումը հայ ժողովրդին, այնտեղ ասվում է, էժան թուրքական ապրանքներ կհայտնվեն Հայաստանում, Հայաստանը իր ապրանքները կվաճառի Թուրքիայում։ Սա հավելյալ արժեքի ժամանակակից դրսևորումն է, որ այդ հարաբերություններից հայ ժողովուրդը ինչ կստանա, երբ որ թուրքական ապրանքները գան էժան Հայաստան հասնեն, ինչպես նա պիտի գնի, երբ որ ինքը չի աշխատում հայկական ձեռնարկություններում, ինչպես պիտի գնի։ Եթե ինքը իր արտադրանքը պիտի տանի վաճառի Թուրքիայում, ստացված գումարը ինքը պիտի ստանա, թե այն սեփականատերը, որը կարող է լինել հայ, վրացի, թուրք, ուզբեկ, տեսակ, եւ ինչն է իր բաժինը, աշխատավարձը, թե փայատիրական ինչ-որ։ Այս հարցերը պիտի նայենք հիմա։ Մինչև այդ ես կկարդամ մի հայ օրթու, որը ցավում է, ինչպես շատերը, եւ ծրագիր է առաջարկում, թե ինչ պիտի արվի, որպեսզի այս հարաբերությունների ժամանակ լավ լինի մեզ համար, որտեվ պարտադրված ենք հետևել այս հարաբերությունների զարգացմանը եւ հնարավորություն չունենք կասեցնելու, որտեվ Հայաստանի Հանրապետության նախագահ լինելուց շատ առաջ
նա սոցիալիստ էր, կոմունիստ էր, կոմսոմոլի քարտուղար էր, տեսեք, սեփականություն չուներ, նույն բանը բոլոր նախագաները, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, կոմունիստ, սոցիալիստ, կոմսոմոլ, սեփականություն չունեն, նրանց սեփականությունը իրենց կուսակցական տոմսներ, գիտության մարքսիստական ուղղությունը եւ նրանք գիտեին, որ հասարակության մեջ դիրք գրավելու համար պիտի բարձրանան կուսակցական, պարտիական սանդղակներով, մի մասը Ղարաբաղում, Ադրբեջանում, մի մասը Հայաստանում, սա է նրանց պայծառապական, մինչև որ հրահրվեց հայ-թուրքական խառնաճաղանջությունը Ադրբեջանի թևում, դեպքերի բերումով դերակատարներ դարձան կոմսոմոլները այս հասարակության սովետների եւ նրանք, որոնք չունեին սեփականություն, կոմունիստներ էին, սոցիալիստներ էին, մտածում էին բանվորների համար շենքեր պատրաստեն, գյուղացիների համար բաղնիկ եւ կլուբ պատրաստեն, որ ժողովուրդը լավ ապրի, իրենց մարքսիստական լենինյան գաղափարախոսության ներքո այդ ուղղությամբ էին մտածում Կոմսոմոլ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ եւ Սիրիայի կուսակցական կոմունիստական կուսակցության քարտուղարի տղա Լևոն Տեր-Պետրոսյանը իր ազգու տակով, այսինքն մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք ողն ու ծուծով սեփականություն չեն ունեցել, ընդհակառակը ունեցել են ժողովրդին ծառայելու վառ իդեալներ, մարքսիզմ լենինիզմի քննություններ են տվել ինստիտուտում, դիսերտացիաներ են պաշտպանել դիալեկտիկական մատերիալիզմից, քննություններ տալով։ Այս տեսակի նախագաներ ենք ունեցել մենք 3 հատ։ Բայց այդ նախագաները անցնելով անկախության թոհուբոհով դարձան սեփականատերեր եւ նրանց հոգին սղոսկեց կապիտալիզմը իր ամբողջ քնքշությամբ։ Նրանք, որ ասում էին կապիտալիզմը մտների մեջ հոտած դասակարգ է, երբ որ հանդիպում էին բանվորներին, գիտաշխատողներին, այս 3-ն էլ, բայց գաղտնի գալիս էին տուն եւ ասում էին մեռնենք նրա բուրմունքին, նրանց իդեալոգիան սա էր, փտած էր, ժողովրդին հայտարարում, որ դուք մի մտածեք, դուք շատ լավ է, տուն եք ստանում, տեսեք, ավտոմեքենայի հույս ունեք, որ պետք է առնեք ինչ-որ, չգիտեմ որտեղից, հետո կամաց առաջ եկեք թում դպրոցներ կա բան, էսի սոցիալիզմի բուրմունքն է, իսկ կապիտալիզմը փտած է, սրանք պրոպագանդիստներ էին, հետո դարձան կապիտալիստական պրոպագանդիստներ անկախացած Հայաստանում, ձեռքի տակ ունենալով հայ-ադրբեջանական հակամարտության թզբեխը, թզբեխ էին խաղում, թկր, ոչ մեկի մտով չէր անցնում, որ ես կոմունիստ եմ, ես կոմսոմոլ եմ, Ալիևն էլ է կոմունիստ, համ էլ կոմսոմոլ, ես խենք մենք ես երկու ժողովրդին իրար դեմ հանե, չենք եթում իրար գլուխ ջարդենք, Լենինը մեր պապիկն է, Մարքսն էլ տատիկն է, որովհետև Լենինի կնիկն է եղել ժամանակին, ասենք թե, բայց այդ հարցատես չեն լուծում իրանք, բաժանվել էին երկու մասի, դարել էին ազգային կոմունիստներ, էդ էլ չեն դար, անուն չկա դրանց, Ալիևին և Քոչարյանի միջև, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, տարանջատում չես կարող դնել, թե նա ինչ է, նա ինչ է, բանից դուրս է գալի, որ նա Ղարաբաղը չի տալիս, նա էլ ասում է, ես էլ չեմ տալիս, այսինքն սրանց հակասությունը դա էր, որը հակասում էր իրանց գաղափարախոսությանը, և նրանք այդ ժողովուրդներին իրար դեմ բերեցին, սպանեք իրար, հետո կուրախանակ, որ ձեզնից 5000 մեռավ, մեզնից 20000, դուք 15000 զրոք կրեցիք, հաղթեցիք մեզի, ու սկսվեց այս խաղը, անկախացած
Հայաստանի, անկախացած Ադրբեջանի, անկախացած Ղարաբաղի խաղը, որի մեջ ներգրավեցին նոր գումար բազներ, Ռուսաստանը անկախացած, ֆրանսիական երկրները, Եվրոպայի երկրները, Թուրքիան էլ չգիտես որտեղից տրնգի տալով եկավ հայտնվեց, թե ես էլ եմ խաղում։ Եվ այսպես հիմքում ընկած են ինչ։ Ադրբեջանական, հայկական, սոցիալիստ, կոմունիստ, մարքսիստ սեփականություն չունեցող անհատներ, որոնք այսօր կենթանի են ձեր առջև, բայց ձեր առջև դուք տեսաք ընդամենը 10-15 տարվա մեջ այդ անհատները վերածվեցին սեփականատեր կապիտալիստների, առևտրականների, որոնք էլ չեն խոսում կոմունիստից, կոմունիզմից, սոցիալիզմից, էլ չեն խոսում ժողովրդի սոցիալական հարցերի մասին։ Եվ դարձել են ժանիքավոր վամպիրներ։ Այս նույն մարդիկ, ոչ թե սերունդ չի փոխվել են, նույն մարդիկ են դարձել։ Լևոն Տեր-Պետրոսյանը փայատերա ամենուրեք, ոչ աշխատում է, ոչ փող է վաստակում, իր գիտությամբ նախագահությունը հանձնելուց հետո թագավորի պես ապրում է, ֆռֆռում է, եղբայրները միլիոնատերեր են։ Քոչարյանը, որ առաջ ինչ անուն է, Վիկայա, թե Արմավիայա, Միկա, ում կնոջ անունն է հայտնի չէ, սեփականացված օդային ուղիները, Միկա, կնոջ անունն է հաստատ։ Երբել է որ եկավ նախագահության առաջ վարչապետ էր, այդ ինքնաթիռների համար բուտերբրոդներ էին սարքում ընտանիք, առաջի քայլերն էին անում սեփականատիրության մեջ, դարձավ արդեն Միկայի փայատերերից մեկը, company։ Եվ այսօր հայերը պետք է ամենաթանկ օդային ուղիներով գնան գան Հայաստան։ Այդպես է։ Կապիտալիստ դարձավ, փոխվեց։ Եվ ես մի հատ ֆիլմ էլ ցույց տվեցի, որ էլ Ղարաբաղի մասին ոչ տանջվում է, այն թղթակիցները, որ հարցեր էին տալիս, ասում է, այնքան լավ է, ասենց ազատ եմ, սենց։ Մենք տժվժում ենք, խորովում ենք սաղ աշխարհով բեք հայերը։ Հայաստանի նախագահը, որ 10 տարի եղել է նախագահ, մի քանի տարի էլ եղել է Ղարաբաղի նախագահ, հələ ազատամարտիկ էլ ա եղել, ամոթա Կոմսոմոլի մասին ու կուսակցականը չխոսենք, հիմա դարձել է կապիտալիստ, կապիտալների հետ է խաղում։ Եվ երբ որ թուրքական հարաբերությունները զարգանում են, մտածում է, եթե օդանավերը գնան գան Թուրքիա, ինչ եկամուտներ կստանա, Ղարաբաղի թոթի գործարան էլ չսարքի մի հատ օղի, փողու կա, հույրանոցը կա, այսինքն դուրս եկա, որ հայ ժողովուրդը իր հիմքում ունենալով կոմսոմոլա սոցիալիստա կոմունիստական մի հատ բազա դրանցից կերտեց այսօրվա ներկան։ Նրանցից մի մասը փախավ երկրից, մի մասը ասես որ բանվոր էի, հիմա էլ եմ բանվոր, կապիտալիստ չեմ։ Մտածելով, որ ազգային այս մարդիկ գոնե ազգային սոցիալիզմ կկառուցեն, առաջինը, ազգի մասին մտածելով, բայց բանից դուրս եկավ չէ, համաշխարհային գլոբալիզացիոն քամիները փոթորիկների վերածած սրբում են Հայաստանը։ Եվ սրբելու ժամանակ իրենք ընտրողաբար կոմսոմոլներին ու կուսակցականներին են գտնում, որոնք ժամանակին եղել են սեփականատենչ ու սпасել են այս օրերին, գտել են նրանք իրենց, մորփորում են բոլորն էլ։ Հայ ժողովուրդը այսօր գործ ունի ոչ թե ազգային հերոսների, ազատամարտիկների, այլ բուրժուաների հետ, որը ազգություն չունի, այդպիսի բան չկա, և իրանց շատ օգտակար կլինի, որ վերադառնան մի 100 տարի հետ և հասկանան, որ այն ինչ որ կատարվում այսօր Հայաստանում, դա սոցիալական հարց է, տնտեսական հարց է, թքած ունենան
սեփական ժողովրդի վրա։ Նրանց ընկերներն են թուրք գործարանատերերը, գերմանացի բիզնեսմենները, ֆրանսիական ներդրողները, ռուսական երկաթուղագործները։ Սա Հայաստանի ամբողջ պետական համակարգի ընկերությունն է։ Եվ նրանց մեջ գործում է փոխադարձ շահավետ կապեր։ Իսկ ինչ կկատարվի ժողովրդի հետ, դուք հայտնի է տեսնում եք։ Ինչ պիտի անել։ Սոցիալիստական որևէ քայլ հնարավոր է։ Որովհետեւ ծրագիր կա, թե արդեն այս կոմսոմոլ կապիտալիստները մարդ են ուտում։ Եթե 92-3 թվերին կարելի էր ստեղծել շվեդական, ֆինլանդական, նորվեգական, սոցիալիստական, սոցիալիզմի, կապիտալիզմի տոկոսային հարաբերությամբ մոդել Հայաստանում կարելի էր ստեղծել, որովհետև ամբողջ հասարակությունը մտածում էր հավասարության մասին, գումարած դրան ազգային հպարտության մասին, ազգային միասնության մասին, այդ մոդելները կաշխատեր Հայաստանում, իհարկե կաշխատեր, բայց ինչպես եղավ, որ չաշխատեց։ Դա արդեն մի ուրիշ խոսակցություն է։ Որտեւ այս մարդիկ, որոնք իրենց լիդերներ էին ձևակերպում, պարզապես հասարակ ոչ լիդերացու ապրանքներ էին։ Քոչարյանը չէր խոսում, ասում էինք խորամանկ քաղաքագետ է, չի խոսում, որ թշնամին չիմանա, թե ինչ է մտածում։ Ոչ մեկի մտով չէր ասում, որ պարզապես խոսել չգիտի։ Մեր զգացմունքները մեզ այդպես հայրենասիրական տոչորված կաշկանդում էին։ Մեր դեբիլներին ասում ենք, դա դեբիլություն չի, դա իմաստության մագիայի արտահայտություն է, որտեղ հայ են նրանք, տեսե, ինչ խորամանկ են, թաքցնում ենք մեր այիբը, թերությունը։ Եվ ոչ ոք դուրս չեկավ ասեր, որ այս մարդիկ ցիգաններ են եւ Հայաստանը պիտի սարքեն ցիգանների հանրապետություն, գնչույական պետություն։ Ինչն է գնչույական պետության հիմքը։ Նստում են բատյաները եւ ոչինչ չեն անում։ Գողական աշխարհի հետ գող ունեն բաժանում, գնչույին որ գիրքը դնեն, կտենակ թե ինչ են անում ցիգանների պետություն հասարակությունը։ Իրենց ժողովրդին ցիգանները, գնչուները, իրենց կանանց առաջինը ուղարկում են մնացած ժողովուրդների մոտ մուրալու։ Եվ եթե նայեք մեր Հայաստանին անկախացած պետության ամբողջ պատմության ընթացքը, կտեսնեք երկրից դուրս եկան կանայք եւ աղջիկները։ Սա ինչ պետության նշան է։ Գնչույական Բոշայի երկիրն է սա։ Սրանք գնացին Դուբայներ, Թուրքիաներ, արտասահմաններ, ուր ասես, կանայք պահելու իրաց տղամարդկանց եւ ընտանիքներին։ Այդպես չի։ Այդպես է։ Այսինքն հիմք դրվեց գնչույական պետության։ Ի տարբերություն գնչուների հայ կինը թույլ էր, եթե գնչուի կինը կգնա աշխարհը ման գկա, երեխան էլ մեջքին կապած ձեռքին կամ մեջքին ու պատվով հետ գկա իր ծույլ ամուսնու մոտ, ապա հայ կինը այդպես չեղավ։ Նա իշխանությունը խլեց տղամարդուց եւ գնչույական պետությունը այս անգամ դարձավ մի հատ Հայաստանում, ավելի այլանդակ տեսակի, որովհետեւ բնական համակարգի չենթարկվեց։ Սա էլ տեսակ։ Հիմա գնչուները եւ հայերը արդեն խոսակցություն է, չէ՞ գալիս։ Արդյոք մենք չենք գնում գնչուներ դառնալու։ Հիմքը դրված է այս կապիտալիստ կոմսոմոլների միջոցով։ Շատ փափուկ դրված է։ Այսօր էլ շարունակվում է։ Ինչ անելը ես չեմ կարող ասել, ինչ պիտի արվի։ Բայց մենք ունեինք հնարավորություններ մարդկանց գիտակցության մեջ ներդնել, որ մեր ճանապարհը հայրենասիրություն,
ունեցվածքի հավասար բաժանում, տաղանդի եւ շնորհալից արտադրողին պատիվ ու հարգանք 5 անգամ, 6 անգամ, 10 անգամ ավելի լավ թող ապրի, քան միջինը, բայց ոչ միլիոն անգամ։ Չափի զգացողությունը կորցրեց Հայաստանի գնչուական հանրապետությունը։ ՀԳՀ-ն եւ այսօր այդ փրչոտ գնչուները, որոնք ղեկավարում են Հայաստանը, ի տարբերություն բնական գնչունների, պատվի զգացողություն էլ չունեն։ Բայց բոլոր դեպքերում մեր հայրենակիցները ցավում են այս ամենի համար, փորձում են շտկել իրադրությունը, խորհուրդ տալ, ասել այդպես մի արեք, այնպես մի արեք, սա սխալ է, այսպես գնացեք։ Ամբողջ Սփյուռքի մտավորականությունը, որը ինտերնետով միմյանց հետ կապված են, այս գործի վրա են։ Եվ ես պիտի կարդամ Արտակի գրածը։ Տեսեք ինչ մտքով է գրած ձևակերպված։ Իրադրությունը պարզ է։ Մենք խնդիրները կվերլուծենք, թե այս կոմսոմոլ բուրժուաները, որ առաջացան Հայաստանում, որոնք չընդունեցին շվեդական, նորվեգական, ֆինլանդիական հավասարության սկզբունքով հասարակություն կազմելու կապիտալիստական եղանակը, այլ գնացին վայրի ճանապարհով, իրանք կարդարանան, որ մենք գտնվում ենք ճնշման տակ, մեզ ստիպում էին արևմուտքը, միջազգային ֆոնդերը, մենք չունեինք հնարավորություն, այսպիսի բաներ կլսեք։ Եվ մենք չենք կարող ասել, բայց ձեր գլուխը որտեղ էր, բայց այդ միջազգային ուժերն ու բանը սկանդինավյան երկրների վրա ինչու չեն ազդել։ Արտակը գրել է, իմ կարծիքով օգտակար կլինի առաջին հերթին ներքին շուկան գրավելը։ Գնում ենք շուկան գրավելու։ Ուրիշ ճար չկա, կամ պետք է ազատամարտի կլինենք, կամ շուկան պետք է գրավենք։ Հետո մտածել արտաքին շուկաների համար։ Առաջ Հայաստանի ներսը գրավենք, մենք հայերս։ Հետո արտաքին շուկաները գրավենք։ Ռուսաստանի հարևան պետություններ, այսպես է ասում։ Օրինակ ինձ անհայտ է, արդյոք կոշիկներ ներկրվում են Հայաստան, եթե այո, ապա ինչու, որտեղ մենք ունեինք կոշիկի հզոր արտադրություն, սովետական միությունը մեր համար շուկա էր։ Նույնիսկ եվրոպական երկրներ կային շուկա, որակյալ անում էին։ Հիմա հարցնում է, ինքը տեղյակ չի հարցնում է։ Եթե արդյոք կա գործնական միությունները, որ իրենց շահերը պաշտպանեն ու զարգացնեն, արդիացնեն իրենց ինդուստրիան։ Օրինակ, Անգլիայում եղել են գիլդեր կամ գործնական միություններ։ Պետք է ուսումնասիրել լիցենզիայի կամ գործելի իրավունքի ղեկավարը կիրառելի է այստեղ։ Կիրառելի է այստեղ, հարցնում է։ Եթե արտասահմանի հայերը պարապ տեղը փող ուղարկելու փոխարեն առնեն հայաստանյան ապրանք, ապա սա հենց առաջի շրջապտույտից օգուտ կտա եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ արտասահմանի շուկայի գրավման համար։ Ծրագիր է առաջարկում։ Նորից հայ կոմսոմոլ կապիտալիստներին, որոնք այսօր շատ են կատաղել եւ հնարավոր է որ հայ-թուրքական հարաբերություններում հանկարծ վնասներ կրեն, թուլանան, դրանով թուլացնեն ինչը չգիտենք, դա հայտնի չի, որովհետև ցեղասպանություն, Ղարաբաղ, Մարաբաղ դրել են սեղանի վրա, խաղում են։ Արտակը եւ մնացած հայեր մտածում են, փրկենք մեր սեփական կոմսոմոլ բուրժուաներին, նրանց արտադրանքը վերցնենք, բայց մտածում ենք այսպես. վերցնելով այդ արտադրանքը Միացյալ Նահանգներ, Սփյուռք, մենք որպես շուկա հայերս այստեղ օգնում ենք, ումն ենք օգնում։ Մենք չենք ասելու, որ կոմսոմոլ բուրժուաներին ենք օգնում, թալանչիներին ենք օգնում։ Մենք ասում ենք, դե ինչքան էլ որ իրանք թալանեն, օգնենք,
որ բանվորները, որոնք աշխատում են այդտեղ, իրենց ընտանիքներն են պահում, նրանց էլ մի պատառ հաց հասնի։ Այսպես չի գրել, չէ՞ ինքը։ Ինքը ում շահերն է պաշտպանում։ Բուրժուա կոմսոմոլ պարազիտին միացել է խեղճ աշխատավոր հայ զանգվածին, միջինացրել է, ստացել է հայ հասարակություն, ասում է օգնենք մեր Հայաստանին։ Բայց չի ասում, որ մեկինը հաստ խողովակ է, մյուսինը մազանոթ է։ Էս մեր այրունը, որ պիտի մղենք ապրանքները առնելով, որը ինչպես Հայաստանում, այդպես էլ է։ Կաշիները հանում են հայ ժողովրդի։ Տարեկան 500 միլիոնից $1 միլիարդ կանխիկ փող է գնում հայ ժողովրդի ու աղքատ գրպանները, բայց կոմսոմոլ բուրժուաներն ու նրանց կապիտալիստական ընկերները հանգիստ վերցնում են էլեկտրաէներգիայի, գազի, սպասարկման, թե չէ կաշները կուտենք։ Փաստորեն դուրս է գալի Սփյուռքը պահում է Հայաստանին, միայն այն տարբերությամբ, որ իր ընչազուրկ բանվոր դասակարգին, որը աշխատանք չունի, փող է ուղարկում։ Սրանք էլ վերցնում են այդ փողը։ Այդ փողը վերցնում են ու արտասահմանից ապրանք են ներմուծում։ Հետո ծախում են նորից այդ ժողովրդի վրա։ Թե չէ իրաց փող որտեղից $։ Այսքան ժամանակ անկախության ժամանակ $1 միլիոն չեն աշխատել իրենց արտադրանքը դուրս հանելով։ Փաստա չէ։ Եթե միջազգային բանկը կամ ինչ-որը դոլարներ է տալիս, ապա իրենց վզին դա օղակ է դնում։ Հիմնականը դրսից եկած տրանսֆերներն են, որ պահում են Հայաստանը, բայց այդ տրանսֆերները հետագայում նորից դուրս են գալիս, ապրանք են բերում, նորից են ծախում այդ ժողովրդի վրա։ Այդ ժողովուրդը որպեսզի առնի, նորից պետք է Ամերիկայի բարեկամությունից կամ արտասահմանի փողեր ստանա ու նորից այդ շրջապտույտը դուրս է գալի այսպես։ Անվերջ ֆինանսների ներարկում Հայաստանի աղքատ ընտանիքներին, բարեկամների միջոցով, կոմսոմոլ բուրժուաները դա վերցնում են, դրանով դրսից ապրանք են բերում, ծախում են այդ ժողովրդի վրա։ Այս ժողովուրդը որպեսզի այդ ապրանքը առնի, այդ նոր ապրանքը, պիտի նորից փող ստանա դրսից եւ այսպես շրջապտույտ։ Ավելացած փողերը ուր են գնում, շվեյցարական բանկեր, այդ շրջապտույտից։ Ամերիկա են գալիս որպես ներդրումներ, գնացեք նայեք։ Եվ այսօրվա կոմսոմոլ բուրժուաները Քոչարյանի նման, որ չեն խառնվում քաղաքականությանը, իրանց ապահովել են ազգուտակով, թորներով, ծորներով, իրար հետ էլ ամուսնանում են, դաշնակ կոմսոմոլ բուրժուաները ամուսնանում են սովետական կոմսոմոլ բուրժուաների հետ, Վահան Հովհաննեսյան, Սերժ Սարգսյանի աղբոր տղա, Մուկի այն մույսինը առնում է սրան, դոդի գագոյա դոդի, դրանց և ստեղծում է մի հատ խնամիական օլիգարխա, և սա այս ցանցը, որ կա, սրա փրկությունը Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելն է, մոռանա ամեն ինչ, ինքը ժողովրդին է մոռացել։ Պետք է հիշի այդ ժողովրդի պահանջները, իրեն պետք չի, ոչ հող, ոչ Թուրքիայից ստացած հավելումներ, ոչ մի բան, ինքը արդեն ստեղծել է, 10 տարում միլիարդատեր է դառել։ Ցեղասպանության հետևանքների վերացման ժամանակ իրան մեր միլիարդեր հասնում, չէ իհարկե։ Նորից հավասարություն բոլորի տուժածներին, չէ՞, դեմ այդ տեսակի սոցիալիզմին։ Ինքը կոմսոմոլ բուրժուա է։ Ուրիշ բան է։ Էսի ոչ մի երկրում չկա։ Շարունակեմ։ Պետք է ուսումնասիրել, գրել է լիցենզիայի գործը։ Եթե արտասահմանի հայերը պարապտեղը փողարկելի փոխարեն առնեն ապրանքները, Հայաստանի տնտեսական զարգացմանը թափ կտա։ Արտասահմանի շուկայի գրավման համար, ինչ լավատես է, չէ։ Իսկ մեծականակ հավաքված փողը միշտ էլ ենթակա է մեծականակ գործածման, որի օգեգեն օգտակալ գործողության գործակիցը, հապավումը, ցածր է։
Իսկ երբ ապրանք ես առնում, յուրաքանչյուր մարդ, որ ապրանքի պատրաստման մեջ ամագ ունենա, ամագը ներդրում ստանում է իր հասանելիքը։ Օրինակ, հիմնադրամի հավաքը կարելի է մասամբ վերածել գործնական փոխշահավետ գործարքի։ Ասենք ամեն համայնք կարող է ընտրել հայաստանյան ապրանքանի մասսայական գնման համար, իսկ ապագան բաց է, շուկաները բաց, ով գիտե, ինչը ինչ կարող է բերել, հարգելի Արտակ, գրկում եմ քեզ, որովհետև բոլոր դեպքում մարդու մոտ լավատեսությունը դա Աստծո պարգև է։ Երբ մութ ամեն ինչ կարծես թե ոչ մի բան հույս բան չկա, բայց իր մեջ եռում է կյանքի սերը, լավատեսությունը, փրկության ճանապարհները գտնելը։ Լավ է գրված, բայց ես հաջորդ հաղորդման ժամանակ սրա վերաբերյալ ձեզ կպատմեմ, Արտակը չգիտեմ, երիտասարդ է, տարիքը չգիտեմ, թե ինչ որ ինքն էր ասում։ Այս բաները ինքը խոսում էր, չէ՞։ 25 տարի առաջ ուսերիս վրա, ոչ թե այսպես ասել, 15 տարի առաջ ուսերիս վրա, այստեղ, այնտեղ եւ ամենուր գործնական, ոչ թե խորհուրդ, ունենալով փող, հզորություն, կազմակերպչական ջիղ, մարդիկ, ամեն ինչ, բայց քանի որ հանդիպում ես կոմսոմոլ բուրժուաների եւ նրանց ընկերներին, որոնց ժանիքները չափերը չգիտեք ինչա, որոնք այսօր կլոր գնդակն են խաղացնում, խոսքը երկրագնդի մասին է, ապա պետք է մի ուրիշ բան մտածել, հաջորդ հաղորդման ժամանակ ես կանդրադառնամ, ասենք այդ փող տանելուն, տրամադրելուն, ոնց է լինում, ոչ չի լինում, ես ինչեր եմ խոսացել, ասում մեկ կպատմեմ դες, ստեսություն դες